Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ իր եւ Ժառանգության առաջնորդի միջև մանդատներից հրաժարվելու մասին պայմանավորվածություն չի եղել եւ որ ստեղծված իրավիճակն ուղղակի թյուրըմբռնման արդյունք է եղել։ Այդ ամենը ապացուցեց, որ վերջերս միավորված երկու կուսակցությունների ղեկավարների միջև կան թե անհամաձայնություններ եւ թե տարաձայնություններ, նշում է Ազգային ժողովրդավարների դաշին կուսակցության նախագահ նախկին падգամավոր Արշակ Սադոյանը։ Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն այն համոզմանն է, որ Ռաֆի Հովհաննիսյանը դատարկ խոսքեր չի հնչեցրել։ Ստելու տրամաբանություն ուղղակի չկա, կարծում է նա։ Տեղեկացվել եմ, որ եղել է այդպիսի պայմանավորվածություն եւ բացի երկուսից այլ անձինք եւս մասնակցել են։ Մինչեւ այժմ նորմալ է եղել կուսակցությունների մակարդակով գործունեությունը, նկատի ունեմ ազգային ժողովում խմբակցությունը որևէ ձևով ինչ որ խոչընդոտներ չի ունեցել քվեարկություններ իրականացնելուց, տեսակետ հայտնելուց։ Քոքոբելյանը շատ կարևորում է իր դեպուտատ լինելու խնդիրը եւ տվյալ դեպքում հազիվ թե նա համաձայնվեր հրաժարվել մանդատից։ Բոլոր դեպքերում դա ընթացիկ հարցեր են, շատ ավելի կարևոր խնդիր է, ինչ այսպես մոտեցումներ նրանք ունենան նախագահական ընտրություններում։ Ռաֆի Հովհաննիսյանի պատասխան հայտարարությունը չուշացավ։ Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում, հայտարարեց Ռաֆի Հովհաննիսյանը։ Խաչատուր Քոքոբելյանը եւս մեկ անգամ հարկ համարեց հիշեցնել, որ ընդհանուր խմբակցության մաս կազմելը բնավ չի նշանակում անկախ քաղաքական ուժի մանդատների միայնձնյա տնօրինում մեկ այլ անհատի կողմից։ Սա նշանակում է, որ քաղաքական երկու գործիչների միջև իրոք խնդիրներ կան ու դա կարծես թե չի էլ թաքցվում։ Տեղի ունեցածն ինչ ազդեցություն կունենա երկու կուսակցությունների փոխադարձ հարաբերություններում, դժվարանում պատասխանել անգամ կուսակցության ներկայացուցիչները։ Չեմ կարող ասել, հույս ունեմ, որ չի լինի այդպեսին։ Հույս ունեմ, որ այդպեսի բան չի լինի եւ այսպես ասեմ, այս ժամանակահատվածի դրական աշխատանքը շարունակություն կունենա։ Տեղի ունեցածը բնորոշ է հայաստանյան իրականությանը, կարծում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը։ Երկար տարիներ մեր երկրի քաղաքական դաշտը իշխանական ինտրիգներով է կարգավորվում, բայց սա այն հարցն է, որը պետք է կարգավորվի երկու անձանց կողմից՝ Ռաֆի Հովհաննիսյանի ու Խաչատուր Քոքոբելյանի։ Նախկին падգամավոր Արշակ Սադոյանն ուղղակի համոզված է, ընդդիմադիր գործիչներն իրենց այս քայլով նպաստում են, որ առանց այն էլ պարակտված ընդդիմադիր դաշտը կազմաքանդվի։ Ընդդիմություն, եթե իշխանական աթոռներում տեղ չեն գրավել կամ իշխանական գերակրատաշտից օգտվելու հնարավորություն չունեն, այս իմաստով ընդդիմությունը, ապա իսկապես որոշ մարդիկ ընդդիմությունը լուրջ պայքար է գնում։ Ժառանգություն ֆրակցիա արդեն պարլամենտական գործունեության մեջ հանդես կգան, դժվարանում եմ ասել։ Արդեն ինչ որ անհամաձայնություններ նույնիսկ եղել էր Վարդան Օսկանյանի քվեարկության ժամանակ այնտեղ ներսում, երբ որ հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցի, ինչ որ անհամաձայնության այդպիսի երևույթ եղել էր։ Դե ոնց կլինի, կսպասենք իմանանք։ Կա նաև կարծիք, որ Հայ ազգային կոնգրեսի նախկին գործիչներ, ազատ դեմոկրատների ներկայացուցիչները գաղափարական ինչ-որ տարաձայնություններ ունեն Ժառանգության ներկայացուցիչների հետ, եւ դա է հիմնականում սեպ խրել քաղաքական երկու ուժերի առաջնորդների միջև։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։